Բարի երեկո, եթերում օրակարգն է, այս թողարկման հիմնական լուրերը նախ համառոտ։ Ռուսաստանը Հայաստանում ամենախոշոր ներդրողն է, որ ոլորտներն ունեն զարգացման ավելի մեծ ներուժ, քան իրացվում է։ Բաղրամյան 26-ում քննարկվել է հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների օրակարգը։ Օգնել բիզնեսին երկրից արտահանելու ոչ թե խտանյութ, այլ մաքուր եւ թանկ մետաղ։ Կառավարության տնտեսական թիմը կոնկրետացնում է անելիքները հանքագործության զարգացման գործում։ Բրյուսելի դեսպանը լավ նորություն է խոստանում նոյեմբերին Պյոտր Սվիտալսկին Հայաստան-Եվրամիություն շրջանակային ավիացիոն եւ ազատ վիզային ռեժիմի համաձայնագրերի մասին։ Ռուս-ամերիկյան սրացում Սիրիայի երկնքում Ռուսաստանը խոստանում է թիրախավորել Միացյալ Նահանգների գլխավորած կոալիցիայի ռազմական օդանավերը։ Օդային ուղիղ կապ բուրգերի եւ առաջին քրիստոնյա երկրների միջև կայացել է Հուրգադա-Երևան առաջին չվերթը։ Եվ ռմբակոծությունից փախած թալիշցիներն ու սիրիահայերը Հայաստանում իրենց փախստական չեն համարում։ Հունիսի 20-ը փախստականների միջազգային օրն է։ Հանրապետության նախագահի մոտ արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչին նվիրված հանդիպումների շարքում այսօր քննարկվել է հայ-ռուսական տնտեսական օրակարգը։ Մեր երկրում ամենամեծ ներդրող պետության Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունն ու արտահանման ծավալի աճը արտահայտվում է տպավորիչ թվերով։ Մոսկվայում Երևանի դեսպան Վարդան Տողանյանը համոզված է, որ դեռ բավական մեծ չօգտագործված ներուժ էլ կա։ Հայ-ռուսական բազմոլորտ համագործակցությանը նոր որակ տալու դեսպանության ծրագրերի մասին դեսպանը զեկուցել է նախագահին։ Բոլոր թվերն ու զարգացման ծրագրերը Հերմինե Բաղդասարյանի ռեպորտաժում։ Այն պահից, ինչ ռուսները դահոկներն առած ներքին անձնագրով սկսեցին գալ Ծաղկաձորում սահելու, հայ-ռուսական տնտեսական շփումներում զբոսաշրջությունը դարձավ նոր խոստումնալից ոլորտ։ Ձմռան այցերին հաջորդեց գարնանային արձակուրդը, այժմ էլ ամառայինը։ Արդյունքում տուրիստական այցերի արդեն 25% աճ ունենք Մոսկվայից Երևան ուղղությամբ։ Նույն այդ ճանապարհով Հայաստան եկել Հանրապետության նախագահին դիվանագիտական աշխատանքի տնտեսական օրակարգն է ներկայացրել Դաշնությունում մեր դեսպանը։ Մեր հարաբերությունները բավական լուրջ մակարդակի վրա են եւ ԵԱՏՄ-ի անդամակցությունը հնարավորություն է տալիս զարգացնել այդ հարաբերությունները, ինչպես ներդրումների, այնպես եւ մեր արտադրանքի եւ արտահանման խթանման համար։ Հայաստանում կատարված ներդրումների 47%-ը ռուսական ծագում ունեն։ Մեր հայրենակիցները Դաշնությունում ոչ միայն իրենց բիզնեսներն են զարգացնում, այլև այստեղ փորձում գործարար տարբեր նախագծեր իրականացնել, ասել է նախագահ Սարգսյանը։ 2016 թվականին մենք գրանցել ենք առևտրաշրջանառության ծավալի 15%-անոց աճ եւ որ մեզ համար շատ կարեւոր է արտահանման 50%-անոց աճ, իհարկե պայմանավորված է նաև մեր անդամակցությամբ Եվրասիական տնտեսական միությանը։ Երևան-Մոսկվա ամուր հարաբերությունների շնորհիվ է նաև, որ մեր շուկա մատակարարվող էներգակիրների համար բարենպաստ պայմաններ ունենք, շեշտել է երկրի ղեկավարը։ Դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը համարել ոչ միայն տոնելու, այլև նոր հեռանկարներ կազմելու էստաֆետ։ Այսօրվա տնտեսական հարաբերությունները թեև արտացոլում են մեր երկրների միջև գոյություն ունեցող քաղաքական հարաբերությունների մակարդակը, այնուհանդերձ այստեղ մենք ունենք բավականաչափ ռեզերվներ։ Ապրանքաշրջանառության վիճակագրական թվերին բոլորն են ծանոթ դեսպան Տողանյանն իր այժմյան ամենակարևոր խնդիրը համարում է առաջին ձեռքից ծանոթանալը։ Տնտեսության ինչ ոլորտներ ենք առաջնահերթ զարգացնում, որտեղ արտոնություն ունենք, որ ճյուղն է առաջիկայում ավելացնելու արտահանվող ապրանքի ծավալը։ Հենց այստեղ է, որ Սերժ Սարգսյանից լսել է հանդիպման սկզբից սպասված հարցը։ Կան արդյոք խոչընդոտներ, որ մենք պետք է վերացնենք։ Այս խոչընդոտները կարող են լինել տարաբնույթ, պայմանագրային դաշտից սկսած մինչև երկու կողմից չինովնիկների անպատասխանատու վերաբերում։ Խնդիրներ, խոչընդոտներ այո կան, հնչել է դեսպանի պատասխանը, որոնք են ում մեղքով չի նշվում, բայց Բաղրամյան 26-ի այս հանդիպումը նաև դրանց լուծումն է գծել առաջիկա անելիքների ճանապարհային քարտեզը։ Լուրջ հանձնարարություններ են եղել եւ արտահանման, խթանման եւ արտադրողների շահերի պաշտպանման եւ ֆինանսական շուկայի տարբեր խոչընդոտների, այդ թվում նաեւ հարցեր կախված մեր միգրանտների վարորդական իրավունքների օգտագործման եւ նրանց կեցության հարցերի լուծմանը։ Առաջադրանքների այս ցուցակը դեսպան Տողանյանի աշխատանքային օրացույցում կլինի մի քանի ամիս, մինչև հարցերին լուծում տան։ Հերմինե Բաղդասարյան, օրակարգ։
Արդյունահանվող հանքաքարի ծավալը տարեվերջին կհասցնեն 8 միլիոն տոննայի, թեղուտում խոստացել են ձեռնարկություն այցելած կառավարության տնտեսական խմբին։ Հանքն ու Ալավերդու պղնձաձուլարանը շահագործող Վալեքս խմբի ղեկավարության հետ Սուրեն Կարայանի թիմը շրջել ծանոթացել է լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի ժամանակակից ու գերհզոր, բայց ծուլարանի հին սարքավորումների։ Հարավային Կովկասում միակ տարեկան մինչև 60,000 տոննա խտանյութ և 13,000 տոննա սև պղինձ զտող ACP-ի փոխարեն է, որ Հայաստանը նախատեսում է ունենալ նոր պղնձաձուլարան։ Վարչապետի հանձնարարականով ձևավորված աշխատանքային խումբը տեղում արտագնան նիստ է անցկացրել, կոնկրետացնելու պետությունն ինչ քայլերով կամ խորհրդատվությամբ կարող է օգնել բիզնեսին մշակելու երկրից արտահանելու ոչ թե խտանյութ, այլ անհամեմատ թանկ մաքուր մետաղներ։ Առանց էական ներդրումների և առանց ժամանակակից բնապահպանական պահանջներին համապատասխանեցնելու երկարաժամկետ գործունեություն հնարավոր չէ իրականացնել։ Համապատասխանաբար ներկայում պոտենցիալ գործընկերների հետ քննարկում են բոլոր այն հնարավոր եղանակները, որոնք համաշխարհային պրակտիկայում առկա են և ներդրվելով Հայաստանում կարող են մի կողմից թույլ տալ, որ Հայաստանում տեղի ունենա պղնձաձուլման շղթայում մեկ կարևոր օղակ նույնպես, որը զտված պղնձի արտադրությունն է և մյուս կողմից ստեղծել երկարաժամկետ կայուն արտադրություն։ Տարեկան 5% տնտեսական աճ ունենալու նախադրյալները կան, տնտեսագետները վերլուծում են կառավարության ծրագիրն ու ասում հաշվարկներն իրատեսական են։ Բարձր տեխնոլոգիական ոլորտների զարգացումն ըստ մասնագետների կարող է երաշխավորել տնտեսության զարգացման գոհացնող ցուցանիշեր։ Արմինե Ուդումյանն է պատմում։ Կայունացումից դեպի զարգացում տանող փորձագետ Ատոմ Մարգարյանը կատարված է համարում տնտեսությունը կայունացնելու կառավարության խոստումը և նոր ծրագիրը որակում է որպես զարգացում ապահովող։ Հնարավորությունները, ռեսուրսները և քաղաքական կամքը կա և պարտադրանքն է այդպիսին։ Տնտեսագետը այս կառավարության ակտիվների շարքին է դասում նաև վարչապետի նկատմամբ ձևավորված վստահության ռեսուրսը, գնումների բարելավված գործընթացը, տնտեսության դիվերսիֆիկացման ջանքերը։ Սակայն միայն ավանդական կոնյակով, մրգերով 40% արտահանման աճ դժվար թե ապահովվի 5 տարում։ Ես կարծում եմ, որ ապրանքների մասաբաժինը իհարկե արտահանման մեջ կաճի, եթե բարձր տեխնոլոգիական հենքի վրա արտադրությունները զարգանան, նաև ռազմաարդյունաբերական ոլորտի ծրագրերի շրջանակներում համագործակցություն հատկապես ռուսական ընկերությունների հետ։ Փորձագետն ի դեպ կառավարությանը խորհուրդ է տալիս զգուշությամբ օգտագործել ու չչարաշահել բարեփոխումների գաղափարը, հատկապես որ դրանց համար նոր միջոցներ են պետք։ Պարզ ասած, ով է վճարելու այսքան բարեփոխումների համար։ Ատոմ Մարգարյանի դիտարկմամբ ժառանգած պետական պարտքը վճարելու ժամանակն է, որը հնարավոր կլինի անել տնտեսության աճի միջոցով։ Այդ նույն ամենահավաստի աղբյուրն է, որ առաջիկայում թույլ է տալու նվազագույն աշխատավարձը հասցնել ծրագրով խոստացված 70,000 դրամին։ Արմինե Ուդումյան, Արմեն Անդրեասյան, օրակարգ։ ՊԿ կանխել է ադրբեջանական սննդամթերքի Հայաստան ներմուծում, խոսքը կեստոննայից ավելի քաշով սննդային աղի ու թեյի մասին է։ Ապրանքը Բավրայի անցակետում մաքսավորները հայտնաբերել են Վրաստանից մեր երկիր մուտք գործող ավտոմեքենաների մեջ։ Ուղևորներն արդարացել են, թե տեղյակ չեն եղել ապրանքի ծագմանը, որ այն ադրբեջանական է։ Իմանալուց հետո հրաժարվել են բեռը Հայաստան տեղափոխելուց։ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում բուժվող Արցախում վիրավորված զինծառայող Մյասնիկ Հովհաննիսյանին այսօր այցելել է ազգային ժողովի նախագահը։ Արա Բաբլոյանը հետաքրքրվել է վիրավոր զինծառայողի առողջական վիճակով, զրուցել նրա հետ, մաղթելով շուտափույթ ապաքինում։ Շարունակում ենք թողարկումը։ Փորձագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը կարծում է, որ սահմանին լարվածություն ստեղծելու առիթները տարբեր են, պատճառը մեկն է Ադրբեջանի թշնամական քաղաքականությունը։ Եվ այս ագրեսիան կանխելու համար գործուն քայլերի կարիք կա։ Օրակարգի հետ զրույցում փորձագետը շեշտել է, կանխարգելիչ գործողությունները չպետք է միայն քանակական լինեն։ Զուտ մաթեմատիկական հաշվարկով այստեղ չկա հարցի մոտենալ։ Օրինակ, եթե մենք սահմանում ունեցանք 4 զոհ, պետք է կրկնակի կամ եռակի ավելի վնաս տալ ադրբեջանցիներին։ Այստեղ ավելի կարևոր է թիրախները հասկանալ Ադրբեջանի եւ փորձել սահմանափակել ազդեցությունը թշնամուն նաեւ այստեղ։ Երևանն ակնկալում է Բրյուսելի հետ նոր համաձայնագիր ստորագրել աշնանը արևելյան գործընկերության գագաթնաժողովին։ Եվրամիության երկրներն այս հարցում լավատես են, այսօր ասել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին։ Մեր երկիրը սպասում է նաև մուտքի արտոնագրի ազատականացման բանակցությանը։
Հայաստանն արևելյան գործընկերության երկրներից առաջինն է, որը սկսել է Եվրամիության հետ շրջանակային համաձայնագրի բանակցությունը։ Դրա կնքումը ժամանակի հարց է։ Տեխնիկական եւ իրավական մասը Եվրոպան իրականացրել է։ Լավ նորության պետք է սպասել նոյեմբերին։ Կարծում եմ կարող ենք լավատես լինել։ Եվրամիության հետ ավիացիոն համաձայնագիրը եւս թույլ է տալիս լավատես լինել, բայց այստեղ քննարկելու շատ բան կա։ Եվրոպական շուկայի հետ գործակցելու համար այստեղ դիտորդական առաքելություն է եկել։ Եթե ամեն ինչ լավ լինի, կշահի երկու կողմն էլ։ Եվրոպա առանց վիզա գնալու համար դեռ շուտ է, բայց դա էլ հայերի ձեռքում է։ Մենք պետք է պատրաստվենք այդ երկխոսությանը։ Առաջիկա օրերին կամ ամիսներին դա դեռ չի լինի, բայց հարցն օրակարգում է։ Համբերություն։ Եվրամիության օգնությունը Հայաստանին ոչ թե պարտադրված է, այլ բանակցված։ Եթե մեր աջակցությունը չընդունեք, մենք մեզ չենք պարտադրի։ Եվրոպական պատվիրակությունն ունի ոչ միայն իրավունքներ, այլև պարտականություններ, ասում է Հայաստանում Եվրամիության դեսպանը։ Մեր պարտականությունն է կարծիք ունենալ եւ տարածել այդ կարծիքը։ Սոնա Աղբալյան, Ռոմիկ Խաչատրյան, օրակարգ։ Մոսկվան դադարեցնում է գործակցությունը Վաշինգտոնի հետ սիրիական երկնքում։ Պատճառը Դամասկոսի կործանիչներից մեկի ամերիկյան հրթիռով խոցումն է, ինչն էլ հիմք է տվել ռուսական կողմին պնդելու, որ կոալիցիոն ուժերը Միացյալ Նահանգների գլխավորությամբ ինքնագլուխ են գործում։ Միջազգային հանրությունը մտավախություն ունի, որ Սիրիայի տարածքում հնարավոր է ռուս-ամերիկյան օդային մարտեր սկսվեն։ Պատճառը վերջին շրջանում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի օդուժի ակտիվացումն է։ Ամերիկյան ռազմական օդանավերը մարտից ռմբակոծում են Սիրիայի Ռակա եւ Դեյր-Զոր շրջանները, ինչի հետևանքով 200-ից ավելի խաղաղ բնակիչ է զոհվել։ Երեկ էլ առաջին անգամ սիրիական կործանիչ էր խոցվել։ Դամասկոսն այդ քայլը որակել է հաբիկիչներին աջակցելու վկայություն, քանի որ ըստ Սիրիայի պաշտպանության նախարարության օդանավը իսլամական պետության դեմ գործողություն էր իրականացնում։ Ամերիկյան կողմը պատճառաբանում է, որ սիրիական օդուժը ավիահարվածներ էր հասցնում կոալիցիայի հետ համագործակցող սիրիական ընդդիմադիր ուժերի դիրքերին։ Մենք գործել ենք ինքնապաշտպանության նպատակով եւ այդ մասին հաղորդել ենք կապի համապատասխան կայանին։ Դա օգնում է գործողությունների միասնական համակարգմանը։ Մոսկվան սակայն բավարարված չի այդ հայտարարությամբ եւ ըստ դիտորդների կոալիցիոն ուժերի օդային հարձակումները կարող են սպառել Ռուսաստանի համբերությունը։ Ռուսական կողմի տվյալով կոալիցիան չի օգտվել կապի այդ ծառայությունից եւ գործողությունների ժամանակ սիրիական երկնքում ռուսական օդանավեր են եղել։ Ռուսաստանի պաշտպանության գերատեսչությունը հայտարարել է, որ դադարեցնում է ԱՄՆ-ի հետ ռազմական համագործակցությունը եւ Սիրիայում տեղակայված հակաօդային պաշտպանության համակարգերը կոալիցիայի օդանավերը կընդունեն որպես օդային թիրախներ։ Մարիամ Մխիթարյան, օրակարգ։ Չնայած Սիրիայի երկնքում ռուս-ամերիկյան ռազմական հակասությանը, քաղաքական դաշտում փորձ է արվում կարգավորել երկու պետությունների միջև խորացող լարվածությունը։ Ամերիկյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մշակել է նոր ծրագիր, որը նախատեսում է կառուցողական հարաբերություններ ստեղծել Ռուսաստանի հետ։ Մեկ այլ տեղեկության համաձայն Կոնգրեսի ներկայացուցիչների պալատն անորոշ ժամանակով հետաձգել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ օրինագծի քննարկումը։ Փաստաթուղթը ներկայացվել է արտաքին հարցերի հանձնաժողովի քննարկմանը։ Հյուսիսային Կորեայում հյուրանոցի քարոզչական պաստառը պոկած ուսանողը, որն այդ քայլի համար 15 տարվա ազատազրկման էր դատապարտվել Փխենյանում, մահացել է։ Երկար բանակցություններից հետո կորեական իշխանությունները համաձայնել էին արտահանձնել նրան, սակայն 23-ամյա երիտասարդը 15 ամիս տևած բանտարկությունից հետո հայրենիք է վերադարձել կոմայի մեջ ու այդպես էլ ուշքի չի եկել։ Բժիշկները ուղեղի վնասվածք են ախտորոշել։ Վաշինգտոնը դատապարտել է հյուսիսկորեական ռեժիմի դաժանությունը։ Պորտուգալիայում չի հաջողվում մարել անտառային հրդեհները, որոնք ըստ վերջին տվյալի 64 մարդու կյանք են խլել։ Նրանց գրեթե կեսը ողջ այրվել է մեքենաներում։ Մոտ 150 մարդ էլ հիվանդանոցներում է, այդ թվում նաև հրշեջներ։ Բնական աղետի դեմ պայքարում է 2000 մարդ, հրշեջներ, զինվորականներ, կամավորներ։ Երկրում երրորդյա սուգ է հայտարարվել։ Պորտուգալական անտառային հրդեհները համարվում են ամենաուժեղն ու մահացուն վերջին 50 տարվա ընթացքում։ Փախստականների միջազգային օրը ՄԱԿ-ը հրապարակել է աշխարհում նրանց թիվն ու փաստել, պատկերը գնալով ավելի մտահոգիչ է դառնում։ Անվտանգ ապրելու համար սեփական երկիրը ամեն րոպե 20 մարդ է լքում։ Աշխարհում նրանց թիվը հատել է 65.5 միլիոնի սահմանը, կեսից ավելին երեխաներ։ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը ներկայացրել է պատկերը նաև մեր երկրում։ Թալիշցի փոքրիկները ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում մի լավ զվարճանում էին, մինչ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչը մտահոգիչ փաստեր էր ներկայացնում։ Անցյալ տարի ապրիլին հակամարտության սրման հետևանքով 2000 մարդ, կանայք, ծերեր, երեխաներ Արցախից Հայաստան տեղափոխվեցին։ Շատերը ետ Արցախ վերադարձան, սակայն թալիշցիները դեռ գնալու ապահով անկյուն չունեն։ Հետաքրքիր է, ի տարբերություն Քրիստոֆ Բիրվիրթի, թալիշցի Գայանեն իրեն փախստական չի համարում, թեպետ սարսափի
այն գիշերը Թալիշից փախել է։ Ահավոր վատ վիճակով կարելի ասել հրաշքով փրկված հասել ենք Հայաստան։ ՄԱԿ-ի ներկայացուցիչը տպավորված է այն հյուրընկալությամբ, որով տեղահանվածներին ընդունեցին Հայաստանում, ասում է ազգային ավանդույթի հարց է։ Հայաստանը շատ ջերմ միջավայր է ապահովել փախստականների մեծ մասի համար։ Սա պատմությունից է գալիս, հայերն իրենք են 100 տարի առաջ ջերմ ապաստաններ գտել աշխարհի տարբեր անկյուններում։ Աշխարհում էլ Հայաստանում էլ այժմ ամենամեծ թվով փախստականները Սիրիայից են։ Նրանց հիմնական խնդիրն այստեղ շարունակում է կացարանը մնալ։ Իրենց արստաղը մեզ փածվա, դանիքը ամենը կանթվա։ Ինչեր մի տեսանք։ Տիկին Ժանետը մի քանի ամիս է հայ կաթողիկե եկեղեցու տարածքում է ապրում, սենյակի համար չի վճարում, արդեն լավ է։ Մեր ջաշն է, մեր ձախսն է, կձախսենք, Աստված ունենք, լավ է, 1000 պարկ, անբادرազմ են։ Սիրիայից այս գիշեր էլ ընտանիք է եկել, ճամպրուկների հետ ժամանակավոր այս կացարան են տեղափոխել, տոնական հիշողություններն էլ, ցավերն էլ։ Դուն դեռ ամեն ինչոն դարիներով հոնաբրած ենք։ Պարոն Սիմոնն էլ Թալիշցի կնոջ պես ասում է, հայրենիք եկողը փախստական չէ, ժպտում է, բայց սրտինը թաքցնել չի լինի։ Ձեռնագը փույնգշինե եւ գերկե ամեն մեկ շուղոր գտնե իր հին փույնը գիշե, չէ։ Սուսան Բադալյան, Էդգար Դավթյան, օրակարգ։ Հաջորդ թեմայի մասին շաբաթական 2 օր ուղիղ չվերթ դեպի Եգիպտոս եւ հակառակ ուղղությամբ նոր ավիաընկերությունը ոչ չարտերային չվերթներ կիրականացնի դեպի Հուրգադա եւ Շարմ էլ Շեյխ։ Զբոսաշրջային ինչ փաթեթներ են առաջարկվում, պարզել է մեր թղթակիցը։ Այս գիծը որ աշխատի, շատ լավ կլինի։ 2.5 ժամ օդում, հեռավորությունը 1900 կիլոմետր, Հուրգադայից Երևան ժամանեց առաջին ինքնաթիռը, Շարմ էլ Շեյխից էլ 5 շաբթի կգա։ Փաթեթը, որպեսզի մեկնեն հանգստի, 5 աստղանի հյուրանոցը, ամբողջական փաթեթը ներառյալ մոտավորապես սկսվում են 220-230 հազար դրամից։ Սա 7 օրվա համար, դիմավորում ճանապարհում, սնունդ եւ մեծ հույսեր։ Վիզաների հարցը կարգավորվի եգիպտացիների, նաեւ մենք ունենանք Եգիպտոսի քաղաքացիների հոսք դեպի Հայաստան։ Հուրգադայից Երևան չվերթը ամեն 3 շաբթի, Շարմ էլ Շեյխից էլ 5 շաբթի կլինի, նույն օրն էլ ճանապարհ կընկնեն։ Ավիաընկերությանը մուտքը շուկա, հայկական շուկա, կարծում ենք, որ իր դրական ազդեցությունը ամեն դեպքում ունենում է, քանի որ ուղևորահոսքի աճը խթանում է ուղևորահոսքի աճին։ Օդ կբարձրանան Boeing եւ Airbus ինքնաթիռներ, չվերթները չարտերային չեն, կլինեն կանոնավոր։ Մեր երկու երկրների միջև հարաբերությունները շատ ջերմ են, սա էլ իմ ամենաերջանիկ օրերից մեկն է։ Կարճ ճանապարհով փարավոնների հայրենիք եւ առաջին քրիստոնյա երկիր, եգիպտոսցիները եւս տեսնելու շատ բան ունեն։ Արարատը օդանավից չկարողացա նկատել, բայց անպայման տեսնելու եմ։ Վոլոդիա Հովսեփյան, Հակոբ Թումանյան, օրակարգ։ Իրեն նվիրված փառատոնի արդիվ Հայաստանում գտնվող վրացի հայտնի կոմպոզիտոր Գիա Կանչելին հյուրընկալվել է Հանրապետության նախագահին։ Վրաստանի եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստին Հայաստանում սիրում ու բարձր են գնահատում, ասել է նախագահ Սարգսյանը, դրա լավագույն դրսևորումը համարելով նրան նվիրված Երևանյան փառատոնը։ Իր 7 սիմֆոնիաներից 6-ը Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տանը գրած երաժիշտը նշել է, որ ստեղծագործական կյանքի զգալի հատված կապված է Հայաստանի հետ։ Ավակ սերնդի, այդ թվում անվանի մարդկանց մեծ բարեկամության օրինակների վրա պետք է շարունակել կրթել ու դաստիարակել երիտասարդ սերնդին, խրախուսելով երկու ժողովուրդների ակտիվ շփումները մշակույթի ոլորտում, համաձայնել են զրուցակիցները։ 60 կտավ ու քանդակ հայոց պատմության ու ցեղասպանության թեմայով սյուրռեալիստական ընդգծումներով Հովհաննես Խիթարյանն իր մոսկովյան ցուցահանդեսով խաղաղության ուղերձ է փոխանցում աշխարհին, դատապարտելով հայոց ցեղասպանությունը։ Աշխարհիկ իրականությունն արտացոլելու համար նկարչի վրձին փոքր-ինչ մոգություն է պետք, ասում է հոգով ռեալիստ, սյուրռեալիստական ձեղումներով նկարիչը։ Ես այսպես եմ իմ բողոքը արտահայտում եւ ես այսպես եմ իմ խոսքը ասում արվեստում։ Թուրքի ձեռքը բռնող չեղավ, եղերնը շարունակվում է աշխարհում մինչ օրս։ Շուրջ 65 կտավների լեզուն է թարգմանում Հովհաննես Խիթարյանն ու մի հայկական ճշմարտություն հիշում։ Ճիշտ խոսողի ձին պետք է թամբած լինի։ Կտավներում նա համամարտկային ճշմարտություն է նկարագրում, երազելով խաղաղության մասին։ Մեզ վտարել են մեր հողից, մեր տան մեջ են մեզ սպանել։ Եթե եղերնագործներին ձեռքը բռնեին, չթողնեին, դադեին, մյուս գենոցիդները չէին լինի։ Մարդկային կորուստների թեման շարունակելով հիշում է Սաթենիկ տատին ու նրա ամուսնու տրեխները։ Տատը ողջ է, հույսը չի կորցնում, ամուսինը մի օր կվերադառնա պատերազմից։ Միշտ անգամ դուրը բաց էր թողնում, ասում էր հանգարց ամուսինս գա, տեսնի դուրը փակ է, թողներ նորից հետ գնար։
Այս կտավն էլ ցեղասպանությունը վերապրած տատին է հիշեցրել Սուրենին։ Նայելով այս նկարը ես ոնց որ թե տեսնում եմ իմ նախատատին, երիտասարդությունը ծերություն, ոնց որ 15 թվականից դեպի այսօր։ Ամեն տարի մասնակցում եմ բողոքի ակցիաներին։ Մենք նույնպես ցանկանում ենք, որ թուրքերը ընդունեն, որ դա եղել է ցեղասպանություն։ Նկարիչ քանդակագործն իր մտքերն ու հույզերը վրձնով արտացոլելուց բացի համագործակցում է նաև բնության ուժերի հետ։ Քարերի լեզուն լավ է սերտել։ Բնության հեղինակած քանդակներին, ասում է, ինքը միայն աչք ու բերան է ավելացրել ու Հայաստանից Մոսկվա բերել ապացուցելու Հայաստանի քարերն էլ շունչ ու լեզու ունեն։ Մերի Եգորյան, Արտակ Ղևոնդյան, օրակարգ, Մոսկվա։ Հայ լեռնագնացները գրավել են Սավալանը։ 800 մետրով Արարատին զիջող դեպի Իրանի լեռնագագաթներից մեկը տանող ճանապարհը դժվար է եղել քարքարոտ ու ձյունապատ։ Լեռնագնացների թիմում է նաև հանրայինի աշխատակիցը, որն ամեն լեռ նվաճելիս բարձրացնում է եռագույնն ու հեռուստաընկերության դրոշը։ Նրանց բախտը լեռներում կախված է եղանակից։ Արարատից հետո գրավել են իրանական Սավալանի գագաթը 4811 մետր։ Ժայռերի արանքներով են կանցել, քարերի շատ մեծ քարերի կույտերի վրայով են քայլել ու ահագին հատվածներ կային, որ ձյուն էր։ Բոլոր ճանապարհները Կարինեին տանում են կամ առաջին ալիք, կամ սարեր։ Հանրային հեռուստատեսության դրոշը տարել եմ Արարատ, բարձրացրել եմ ինձ հետ, հիմա էլ Սաբալան եմ բարձրացրել։ Չգիտեմ, ես ավելի շատ լինում եմ հեռուստատեսությունում եւ սարերում, քան տանը։ Երևի թե իմ հարազատ տունը դարձել է, այ արդեն չգիտեմ, սարերը թե հեռուստատեսությունը։ Իրավաբան Նարինեն եւս երկու ճանապարհ ունի՝ դատարաններից մինչև լեռներ։ 5 տարվա ընթացքում 59 սար է բարձրացել, նաեւ ԱՊՀ տարածքում։ Երկու դեպքում էլ պայքար կա, ես այսպես ասեմ, միտեղ իրավունքի շահերի պաշտպանության համար ենք պայքարում, մյուս դեպքում գագաթ հասնելու եւ ինքներս մեզ հետ։ Ասում են, որ չեն լսել, որ որևէ մեկն իրենցից առաջ բարձրացած լինի Սավալան, իսկ սարեր գրավելը անկեղծանում են, հաճույք է, որ կարելի է զգալ միայն գագաթին հասնելով։ Հասմիկ Առաքելյան, Վաչագան Պետրոսյան, օրակարգ։ Այսքան օրվա լրատվական օրակարգը կամփոփենք մեր գլխավոր թողարկմանը երեկոյան 9-ին, հանդիպելու ենք այդ ժամին։